Բարի լույս, հուսով եմ լավ եք, այս անգամ եկել եմ լավ նորություններով ու քանի որ գործինքը հանրային էր դարձված ու ամբողջ լրատվականներով ողողված էր լյութը, ուզում եմ, որ ինքը հանրային էլ ավարտ ունենա։ Բոլորը գիտեն, որ մենք օրագիր նյուզի հետ պատերազմական դաշտի մեջ ենք, դատական պրոցեսների, որը որ օրագիր նյուզը հենց ինքն էր տվել ինձ խուլիգանություն որպես մեղադրում էր ինձ խուլիգանության մեջ, ինչի համար, որովհետև իմ ու առաջի դեմքի նկարը դրել էր Նիկոլ Փաշինյանի և շատ այլանդակ ու շատ վատ բառապաշարով կոպիտ ասած փորձել էր պղծել ինձ և աուդիտորիա հավաքել։ Ես բնականաբար համառոտ ներկայացնեմ, որպեսզի հանրությանը պարզ լինի, ես բնականաբար իմ ընկերուհի հետ գնացել էի այնտեղ, տենց թեթև բարկացել էի ու մի խոսքով եղել էր ինչ-որ անախորժություն, որ նկարել էին համացանց, տեղադրել էին ու տվել էին ինձ դատարան, որպես խուլիգանության քայլ, որպես խուլիգան։ Իրանք ինձ առաջի դեմքի հետ նկարը կոլաժանում դնում են, բոլոր լրատվականները տարածում են ու իրանք ինձ դատի են տալի, այդ նույն պրոցեսն է գալիս։ Գործը ընկել էր Արաչայցյանի դատարան Մուշեղ Արամյանի մոտ։ Իմ փաստաբանն էր հանրային պալատների փաստաբան Անյուտա Մկրտչյանը։ Պայքարեցինք բավականին երկար և Մուշեղ Արամյանը արդարացրեց ինձ։ Իհարկե շնորհակալություն։ Ես արդեն իմ շնորհակալական խոսք ասել էի, բայց ևս մեկ անգամ անդրադառնանք, չմոռանանք։ Դրանից հետո վերաքննիչ դատարան էին տվել գործը։ Չէին հանգստացել ու չէին բավարարվել։ Պահանջել էին դատավորներին վերանայել Մուշեղ Արամյանի կայացրած վճիռը։ Վերաքննիչ դատարանը ինձ արդարացրեց ևս։ Շնորհակալություն դատավորներին և մեկ դատավոր թողել էր հատուկ կարծիք։ Էլի չէին հանգստացել։ Դրանից հետո տվել էին Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը այսօր ուժի մեջ է մտել և Վճռաբեկ դատարանի նախագահան անձամբ ինքն էր ծանոթացել գործին և որոշումները թողել էր անփոփոխ։ Տոյս այնտեղ էլ արդարացվեցինք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վճռաբեկ դատարանի նախագահին Լիլիթ Թադևոսյանին, Տիկին Թադևոսյան, շնորհակալ եմ շատ, իրականում, վերջապես, մինչև վերջ մենք հաղթեցինք և դատավոր Համլետ Ասատրյանին, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ բոլոր դատավորներին, ովքեր ներկա են եղել և իմ փաստաբանին Անյուտա Մկրտչյանին, Տիկին Մկրտչյան, շնորհակալ եմ անկեղծ, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Արաչայցյանի դատարանին Մուշեղ Արամյանին, որ իմ ձեռը իրականում դիմացել է, որովհետև ես ահավոր ստրեսային իրավիճակում էի հայտնվել, որովհետև իմ ու առաջի դեմքի նկարը դնել և շատ վատ բառերով գրել ու ասել ու պղծել մեզ, զուտ նրա համար, որ ես ՔՊ-ական եմ, կարծում եմ, որ ես դեռ պետք է օրագիր նյուզից ինչ-որ բան պահանջեմ։ Սակայն ես օրագիր նյուզից ոչինչ չեմ պահանջում։ Ես ձեզ դատի չեմ տալի, հարգելիներս։ Ես հիմա հանրային ձևով պահանջում եմ ձեզանից հեռացնել այդ նյութը, որը որ տարածվել է բոլոր լրատվականներով, կոլաժ անելով իմ ու Փաշինյանի նկարը և ասել միզում են սրանց վրա աշխատում, կարծում եմ դա շատ լուրջ քայլ է և մենք դեռ պետք է քեզ դատի տանք և պահանջենք պատիվ, արժանապատվություն, բայց ես քեզ այդքան բան չեմ անում, գիտես ինչի, որովհետև իմ պատիվը, իմ արժանապատվությունը, իմ նամուսը, իմ թասիբը գումարից առավել է։ Ես քեզ հիմա հանրային դաշտով օրագիր նյուզ պահանջում եմ, որ դու հեռացնես այդ նյութը և ներողություն խնդրես ինձանից և Նիկոլ Փաշինյանից։ Եթե դու չարեցիր դա, ես կստիպեմ դու դա անես։ Եվ կարծում եմ, որ բոլոր հանրությունն է համաձայն, որ դու այդ նյութը հեռացնես և ինձանից ու առաջի դեմքից ներողություն խնդրես։ Ես քեզ դատի չեմ տալի։ Ես քեզանից գումար չեմ պահանջում։
պատիվ արժանապատության համար գումար ու ես տենց բաներ չեմ անում։ Քո ներողություն խնդրելը հանրային հարթակով ինձ համար ավելի կարևոր է։ Ներողություն խնդրելը գումարից թանկ է ինձ համար։ Ես նույն բաների հետևից չեմ ընկնում։ Հասկացանք։ Սահմանափակվենք այսքանով։ Եվ իհարկե կենտրոնի դատախազին, ով այդ գործը միջևերջ տանում է։ Դուք նույնպես ներողություն խնդրեք։ Ու շատ վատ է, որ նկարները կոլաժ եք անում ու դնում եք ու փորձում եք մի անմեղ աղջկան պղծել, զուտ ինքը պաշտպանում է ՔՊՆ-ին։ Ուզում եի այսքանն ասել։ Ես հետո գրավոր իհարկե կներկայացնեմ շնորհակալությունս, բայց կարծում եմ, որ բոլոր հանդրությունն է համաձայն եւ բոլորս, որ դուք ներողություն խնդրեք հատուկ ինձանից եւ մեր վարչապետից։ Այսքանը շնորհակալություն։